Փարքնեժդեհին։ Մինչև այսօրվա բուն թեմային անցնելը ուզում եմ մի փոքր մտքի վարժանք անենք, սա հատուկ նրանց համար, ովքեր շատ կներեք, որ տկար են, էլի։ Հիմա խոսքիս ընթացքում կհասկանա տկարը, թե ում է վերաբերվում։ Եվ ինքը գոնե, մի քիչ կարող է սկսել ավելի խորը, այդ մակերեսից մի քիչ խորացնել, էլի, պատկերացումները իրական կյանքի մասին։ Մինչև համաշխարհային խաղաղության, տարածաշրջանային խաղաղության անցնելը, դե մեր երկիրը արդեն վերջ, 99 տարին կնքած, ստորագրած, բոլորը պարտավոր են 99 տարին ապրեն, ովքեր ստորագրել են, ովքեր համաձայն են, որ այդ խաղաղությունը պաշտպանեն։ Դե մենք խնդիր չունենք, աշխարհը բայց ոնց տեսնում եք խառնվել է իրար։ Մինչև դրան անդրադառնալը թեմա տվեցին, ասում է Վիոլա ջուրը, որը ոչ հայկական կազմակերպություն էր, որոշել էր հայերին, ջրի տիրոջը շուրջօրյա գրաֆիկով ջուր չտալ, ու հանկարծ այստեղ հզոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խառնվում է ու այդ մարդը որոշում է լավ կդամ ջուրը։ Ես ուզում եմ մեկ հասկանանք ինչ է ջուրն, էլի։ Դա բնության պարգև է։ Այդ ջուրը կամ կա, կամ չկա։ Ես ուզում եմ հասկանամ, նախ Վիոլա կազմակերպությունը ով է, որ մեր երկրում որոշումներ կայացնի ջուր տա կամ չտա։ Ինչու է նրանց օգտագործում, որ այդ ռեսուրսները չկան, միգուցե իր մեղքն էլ կա։ Եվ երկրորդ, ո՞նց է լինում, որ ինքն ասում է ջուր չկա, բայց որ վարչապետն ասում է ջուրը առաջանում է։ Մենք գիտենք ջրի առաջացման ձևը, չէ՞։ Ո՞նց է լինում, այսինքն կամ Նիկոլն ասել է ջուրը կդրի, ես զանգեմ դառնամ տղա, դուք ասենք կասես լավ կդամ։ Ասենք ուրիշ ձև չի կարա լինի։ Կամ պետք է Նիկոլը զանգի վերև, ասի բան արա, էլի։ Ջուրն ավելացրու, որ Վիոլան չխեղճանա, ես էլ բան դառնամ։ Ասում եմ կարող է Գարեգին բնե մեղավոր, ինքը այդ վերևների հետ դե կապ ունի, կարող է զանգել է, դա ինքն էլ է, չէ՞ նախքին։ Զանգել ասել է ջուրը պակասացրեք, բանը, որ Նիկոլի գործերը թարս գնա։ Հենց տկար։ Դե Գարեգին բն կարա այդպես բան անի, ինքը Բարձրյալի հետ կապ ունի, չէ՞։ Ոնց գլխի չէի ընկել, մոռացել էի։ Բայց այն ծնոտ սարերը, ժողովուրդ։ Վայ։ Մենք գիտենք, չէ՞ որ ջրերը առաջանում են բարձր լեռների արկայության դեպքում, այդ սարի գլխները ծնոտ է ձյուն է հավաքում, թեկուզ ամառը նույնիսկ մասը ոնց է ձյուն հավաքում։ Հետո այդ ձյունը հալվում է, ներծծվում, գնում է process է երկար, եւ խմելու ջուր է դառնում։ Այդտեղից դուրս է գալի։ Եվ մարդն օգտագործում է։ Հիմա որ Նիկոլը այդ ծնոտ սարերն ասում էր ինչ են կանում, տվեց Ալիևին է, հիշում եք։ Այսի երևի զանգել Ալիևին ասել է մի քիչ ջուր բաց թող։ Այդ սարը ես քեզ եմ տվել։ Հիմա տեղսներ ընդրություն է դեմը։ Տեսակ ոնց գտանք։ Որ մի քիչ մտածում ենք, ստացվում է, էլի։ Ծնոտ սարերն են մեղավոր, որ այդպես գնացին ընկան Ալիևի ձեռը, հիմա ջուրը մեզ չի հասնում, էլի։ Տկար, դու տեսնում ես, որ այն խնդիրը, որ դու չպետք է ունենաս, Հայաստանը ջրի երկիր է։ Քո համար դա խնդիր են սարքում, հետո այդ խնդիրը լուծում են, հետո քեզ լավություն են ցույց տալի։ Տկար, հիշում ես, որ քեզ ասում էր թոշակն ինչ ես անում, դու չես կարող ծախսել, եթե դու չես կարող ծախսես, քեզ տամ ինչ անես։ Իրենք պարգևաճար էին ստանում։ Հիմա որ 10,000 դրամ այս ընտրությունների շեմին, որ քո թոշակն ավելացրել է։ Բայց դու չես ասում, բայ ես ինչ պետք անեմ, այ բալայդ որ տվել ես։ Մեկ է, ես ամեն օր խալաթի մեջ փաթաթված, գազը քիչ եմ օգտագործում, ջուրը քիչ եմ օգտագործում, էլեկտրոէներգիան քիչ եմ օգտագործում, հաց քիչ եմ ուտում, ու հմեկը հերթացի միացրած, հմեկի առաջնորդած տեսնում եմ, թե դու հերթական անգամ ինձ ընչից փրկեցիր։ Ոչ թե կյանքս բարելավեցիր, այլ փրկեցիր ինձ։ Այսինքն անընդհատ վատ բաներ է տեղի ունենում, դու ինձ փրկում ես, Նիկոլ։ Տկար, հասկանում ես, ասենք, քեզ քո ինչին է պետք, եթե դու կարող ես ադյալի մեջ կամ բանի մեջ խալաթի մեջ տականալ, գազ չօգտագործել, դու այդ 10,000 ինչ ես անելու։ Հələ այդ 10,000-ը բաժանի, ասենք 30 օրվա, էլի։ Օրը 333, ժորդ, ես գիտեմ, որ 10-ը 3-ի չի բաժանվում, ինձ Գևորգ Պապոյանի օրը չգցեք։ Այդ էկոնոմիկայի այդ լակուտը ինչ զահռումար է։
Ուղղակի մոտավոր եմ ասում էլի, որ ասենք 10,000 բաժանում եմ 30 օրվա, երբեմն 31, փետրվարին, չգիտեմ 28-29, իրապետում եմ ուզում եմ ասեմ էլի, ես մոտավոր թիվ ասեցի, որ անում է 330 դրամ, 33 դրամ։ Մի հատ կարող եք ասել, ինչ խնդիր կարող է լուծել օրը 300 դրամով թոշակառուն։ Այ եթե ինքը օրը 1000 դրամ ավելացներ, հասկանում եք, այսինքն ամիսը մի 30,000։ Իրենց պարգևավճարը մի քանի 100,000-ով ավելացնում են ամիսը։ Հիմա տկար հասկանում ես ինքը քեզ, որ ասենք ես թոշակային, որ ասում ես դու չես կարող ծախսել, քեզ պետք չի, կապ չունի, որ դու աշխատել հարկ ես տվել։ Այդ թոշակը ձևավորվում է քո հարկի հիման վրա, քո ստաժի։ Ինչքան շատ ես աշխատավարձ ստացել, ինչքան շատ ես հարկ տվել, ինչքան երկար ես տվել։ Այդ թոշակը դրանից է առաջանում։ Այսինքն դրա վրա էլ թքած ունի ինքը։ Ինչ ես անում ասում է։ Հիմա տալիս է։ Եթե այն ժամանակ Ռոբերտը, Սերժիկը այդ փողը բյուջեից տանում էին իրենց գրպանը, հետո գտնում էին համապատասխան մարդիկ, տալիս էին դրանց, ասում են տարեք ձեներն առեք։ Այդ մարդիկ էլ ճամփին կեսը դե յուրացնում են էլի, այդ մարդիկ տուժում էին, Ռոբերտն ու Սերժը տուժում էին ճամփին, դե այդ փող բաժանողը մի բան պետք է տաներ իրեն, թե չէ։ Իսկա լրիվ տեղ չէր հասնում էլի, այն ասու պատմությունն է, չէ, ասում է ինչ է սրա այդ փողն ուղարկում։ Հիմա Նիկոլը ոչ իր գրպանից է տալիս, այդ բյուջեից, ուղիղ, առանց միջնորդի։ Ռոբերտը Սերժը պես չի տալիս, որ մեկին անծանոթ, չէ, անծանոթ չէ, անհայտ մեկի, որ մեկ չենք տեսնում։ Մարդը ցուցակով գիշերն դնում մարդկանց տները, կամ գրասենյակ է սարքում, մարդիկ գիշեր գնում են, այդ փողը ստանում են։ Դե ինչքան կտա, իրեն պետք է պահի, չէ՞ դա։ Հիմա ոչ մեկ չի պահում։ Օրը ցերեկով, բյուջեի հաշվին, ուղիղ, առանց կորուստների, 10,000 դրամ։ Տկար ջան, այդ 10,000-ները սա կհանի, մի քիչ հացը կթանկացնի, մի քիչ զավարը կթանկացնի, Ռուսաստանը սա պայթում է արդեն, սենց տնես թանկանալու է։ Հայաստանում ամեն ինչ թանկանալու է։ Այդ 10,000 չէր եվալու։ Տկար ջան, ջուրն էլ, Հայաստանը ջրի երկիր է, խնդիր չկա։ Եթե խնդիր կա, ուրեմն վիոլան ճիշտ չի աշխատել, կամ վիոլային ասում են ջուրը չտաս, վաղը հոսանքդ կարող ասեն օրը մեջ ենք տալու, հետո խառնվի տղեն ասի, չէ, իմ ժողովրդի հոսանքը պետք է ամեն օր տակ, հետո դուք ասեք կետ ես, եկար մեզ փրկիր։ Ձերի հետ էլ այդ Կարապետյաններին են ակտիվացնում։ Դուք տեսնում եք, որ ասենք պետական լրատվամիջոցները քարոզչան մեքենան Նիկոլի հետ հավասար դրանց են առաջ տանում։ Բևերից չեն խոսում, ինչ բևեր չկա, իրանց համար ինչ բևեր, ինչ բան։ Իրենց հետ աճեցնում են։ Որտեղ խորհրդարանը պետք է լինի լուրջ մանգաղ աստեղ։ Կարող այդ մանգաղի փոչ ջարդեն կիսալուսին դառնա։ Ասենք դառնա կիսալուսին աստեղ, մեկ էլ լուրջ, հա։ Դե Նիկոլ հələ մրճով կետա երևի։ Մի բան պետք է արվի։ Ու իրենց նախընտրելի ընդդիմությանը աճեցնում են։ Տկարից ես քեզ ասացի, որ դու հասկանաս։ Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային խաղաղությանը, նախ շատ են արդեն ատոմային ռումբից խոսում, միջուկային զենքից են խոսում, անգամ Գերմանիան է ուզում արդեն ատոմային ռումբ ունենա։ Ասում են, որ Ֆրանսիան ու Անգլիան էլ ասել, եթե Ռուսաստանը նորից բան է, չէ, ատոմային հարված, ասել են Ուկրաինային զենք ենք տալու ատոմային։ Անգլիան, Ֆրանսիան, հələ տեսեք ուր ենք հասել։ Եվ այս խառը վիճակը Եվրոպան, որ աշխարհի ամենախաղաղ տեղն է, որ երկրորդ համաշխարհից հետո կարելի ասել, եկել է 90-ականների սկզբին Սերբիա, Կոսովո, Մոսովո պատերազմ եղել, ուրիշ պատերազմ չի եղել։ Մարդիկ ատոմային ռումից են խոսում, բանակ են զինում, զորավարություններ են արդեն անում։ Բայց մենք խաղաղ ենք, փառք Աստծո։ Հեսա կարող է Իրան պայթի արանքում, դու Ադրբեջան, դու մենք խաղաղ ենք մնալու։ Բան են ջրհեղեղնա, չէ՞, գալու է բոլորին սրբի տանի, մենք մնանք էլի Արարատի գլխին կամ Արարատի փեշին։ Ասենք ոնց կմնանք, էդ էլ չի թողում Նիկոլը մեզ, դե ասում է թուրքերին թող թուրքերը փրկվեն։ Բայց մի կարևոր բան է տեղ ունեցել, երբ որ Հնդկաստանի եւ Իսրայելի վարչապետները հանդիպեցին, ուրեմն շուտով կտեսնեք, որ Հնդկաստանը ներգրավելու է Ամերիկա-Պարսկաստան կամ Իսրայել-Պարսկաստան բանակցություններին, որովհետեւ Հնդկաստանի հետ արդեն Եվրոպան պայմանավորություն ձեռք բերեց, Իրանը տեսնել է, որ Հնդկաստանը գնալու է Եվրոպա, անկախ ամենից իր երկրով է գնալու։
եւ ինքը այդ շանսը բարձ չի թողնելու եւ շուտով Հնդկաստանը կներգրավվի այդ միջուկային այդ ասեկոսեներին, որ Իրանը քարը փեշից թափի, անգամ ճանաչի Իսրայելը ու խելոք ապրեն։ Ես նման բան եմ կանխագուշակում եւ պատերազմը, որը չեմ ցանկանում եւ որը 100% չեմ կարող հերկել, որ պետք է Իրանի վրա հարձակվի Ամերիկան ու Իսրայելը, էլի մնում են կարծիքին, որ դա տեղի չի ունենա, որտեվ Իրանը չի կարող Ռուսաստանի պես գոնե այսքան դիմանալ, ինքը շատ արագ կքանդվի, իսկ այնտեղ հասկանում են, էլի, այնտեղ Պուտինի նման չեն երևի։ Մնաք խաղաղությամբ եւ եղեք խոհեմ։ Բարին ձեզ հետ։